Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Այնտեղ քացախով լի մի աման կար։ Նրանք քացախով մի սպունգ թռչեցին և եղեգի ծայրին դրած նրա բերանին մոտեցրին։ Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։ Եկեք մոտենանք խաչին և լսենք Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ միայն արձանագրված է Հովհաննեսի ավետարանում։ Ծարավ եմ։ Նայեցեք այս արտահայտությանը, որքան խորը ցավ ու տառապանքի նկարագրություն կա այս մեկ բառի մեջ։ Նայեցեք, թե ով է ասողը, երկինք ու երկիր ստեղծող, փառքերի Տերը, Հայր Աստծո միակ սիրելին, իր չորացած շուրթերով աղաղակում է. «Ծարավ եմ»։ Չեք կարծում, որ միայն մեկ բառ բավական կլիներ, որպեսզի աշխարհի բոլոր անուշահամ ջրերը հագեցնեին իր պապագը։ Ինչ եք կարծում, ինչու ապառաժից ջուր հանողը, որ կարող էր նույն կերպ ջուր ստանալ այս իրավիճակի մեջ, կամ ջուրը գինու փոխողը, որ միայն մեկ խոսքով կարող էր իր ծարավը հագեցնել, խաչի վրա տառապում է ծարավից։ Նայեցեք, ավետարանիչը ինչ նախաբան է տալիս մինչ Հիսուսի այս խոսքը։ Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Որպեսզի իրականանա գրվածը։ Քրիստոսի համար էր գրվել մարգարեական Սաղմոսում, որ նա տառապանքի ու ցավի մեջ պիտի ծարավի, բայց փոխարենը քացախ պիտի տան նրան։ Հիսուս Քրիստոսին ծանոթ էր մարգարեական այս հատվածը, և նա, ինչպես անապատում սատանայից փորձվելիս, այնպես էլ հիմա խաչի վրա ամբողջությամբ հանձնում է իրեն Աստծո կամքին։ Նայեցեք Գեթսեմանի պարտեզում իր արված աղոթքը։ Տեր Հիսուսն իր խորը տառապանքի մեջ իր փափագը մի կողմ է դնում և խնդրում, որ ոչ թե իր, այլ Հոր կամքը իրականանա։ Նույնիսկ խաչի վրա նա հավատարիմ ու հնազանդ է Աստծո խոսքին։ Ավետարանիչը մեր ուշադրությունը ուղղում է Հիսուս Քրիստոսին և ցույց տալիս, թե ինչպես իր կյանքի օրերում, այնպես էլ հիմա մահվան շուքի ձորի մեջ նա հավատարիմ է խոսքին ու իր միակ փափագը Աստծո կամքը իրականացնելն է։ Եկեք ինքներս մեզ հարցնենք, թե մենք ինչ նախանձախնդրությամբ ենք կատարում Աստծո կամքը։ Միայն լավ օրերի մեջ ենք կառչում Աստծո խոսքից ու հավատարիմ քայլում իր հետ։ Արդյոք մեր ներկա իրավիճակի մեջ կարող ենք ամբողջությամբ վստահել Աստծուն և թույլ տալ, որ իր հետ և իր միջոցով մենք լուծում գտնենք։ Աստված իր կամքը հայտնել է մեզ իր խոսքի միջոցով։ Մենք որքան հավատարիմ ենք խոսքին մեր կյանքի բոլոր իրավիճակներում։ Տեր, օգնիր ինձ իմ կյանքի բոլոր օրերի մեջ վստահեմ Քեզ ու Քո կամքից կառչած մնամ։ Ամեն։